Հայաստանը տարածաշրջանի ամենափոքր անտառային ծածկ ունեցող երկրներից է ընդամենը 11,2%։ Եվ առանց նպատակաուղղված գործողությունների երկրի անտառային տարածքները կարող են անդառնալիորեն կորսվել, քանի որ Հայաստանում դրանք ամենավտանգված էկոհամակարգերից մեկն են։ Անտառային տարածքները հիմնականում երկրի հյուսիս-արևելյան եւ հարավ-արևելյան մասում են, դրանց 70%-ը դեգրադացված է, իսկ անտառածածկ տարածքներն աստիճանաբար վերածվում են խոթարքների։ Այս ամենին նպաստում են մարդկանց անտարբերությունն ու հանցավոր գործողությունները, ծառահատումները, որոնք տարածքը տանում են անապատացման։ Մինչդեռ կարևոր է իմանալ, որ անտառների պահպանումը առաջնահերթություն է երկրի առևտրային եւ էկոլոգիական ապագայի համար։ Եվ ուրեմն, անտառատնտեսության տնօրենն ու անտառապետերը ապօրինի ծառահատումների թույլտվության դիմաց կաշառք են ստացել։ Պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո անտառատնտեսության տնօրենն ու անտառապետերը բազմաթիվ անձանցից որպես կաշառք ստացել են ընդհանուր շուրջ 1,5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, որի դիմաց նշված անձանց թույլատրվել են անտառատնտեսության տարածքից առանց որևէ խոչընդոտի իրականացնել ապօրինի ծառահատումներ։ Ընդ որում կատարվել են նաև անտառահատման տոմսերում նշված քանակները գերազանցող ծառահատումներ։ 8 անձի, այդ թվում կաշառք ստացած պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել դատարան, սակայն մեղադրյալներից որևէ մեկը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքն ու վկայակոչում մի շարք խնդիրներ, որոնք առկա են եղել քննության ընթացքում։ Հակակոռուպցիոն կոմիտեն քննված քրեական վարույթով ներկայացրեց իրականացված լայնածավալ վարույթային գործողություններ, որոնց արդյունքում բացահայտվել էին Լոռու մարզում ապօրինի ծառահատումներ իրականացնելու դիմաց շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի հայ անտառ պոհակի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր։ Անտառտնտեսության տնօրենին ու անտառապետերին ապօրինի ծառահատումների թույլտվության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք առաջադրեցին։ Ընդհանուր 8 անձի, այդ թվում կաշառք ստացած պաշտոնյաների վերաբերյալ դատական գործընթաց սկսվեց։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով բացահայտվել է Լոռու մարզում ապօրինի ծառահատումներ իրականացնելու դիմաց հայ անտառ պոհակի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր, մասնավորապես նախաքննությամբ հիմնավորվել է, որ հայ անտառ պոհակի անտառտնտեսություններից մեկի տնօրենը 2024 թվականի հունիսից սեպտեմբեր նկատ ժամանակահատվածում պայմանավորություն է ձեռք բերել 5 անտառապետերի հետ, իրենց տարողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով կաշառք տվողների օգտին, թողտվություն դրսևորել եւ ապօրինի այլ գործողությունների դիմաց։ Մասնավորապես պայմանավորությունը ձեռք բերելուց հետո անտառտնտեսության տնօրենը անտառապետերը բազմաթիվ անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1,5 միլիոն դրամ կաշառք, որի դիմաց թույլատրել են հիշալ անտառտնտեսությունից հանել անտառահատման տոմսերում նշված քանակները գերազանցող ծառահատումներ։ Անտառտնտեսության տնօրենին եւ 5 անտառապետներին կաշառք ստանալու համար մեղադրանք ներկայացվեց։ Անտառտնտեսության տնօրենին եւ 5 անտառապետերին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, իսկ նրանց կաշառքված անձանց ներկայացվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին, այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Մեղադրյալներից որևէ մեկը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ Ավելին, պաշտոնյաների նկատմամբ վարույթն իրականացնող մարմինը մեղմ ասած որևէ կոնկրետ փաստ չի դրել մեղադրանքի հիմքում։ Անտառտնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Վահրամ Ասատրյանի պաշտպան Սամվել Անդրեասյանի խոսքով նախաքննական մարմինը մեղադրանքում չպարզված մի շարք հանգամանքներ է ներառել։ Իմ վստահորդը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, շատ կարևոր հանգամանքի մասին եմ ցանկանում խոսել, որ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման մեջ 4 անգամ օգտագործվում է չպարզված բառը, ըստ էության չպարզված մեղադրանքի բովանդակությունը հետևյալն է, որ չպարզված հանգամանքներում, չպարզված անձի կողմից չպարզված ժամանակ, չպարզված քանակի կաշառք գումարներ է փոխանցվել իմ վստահորդին, ինչպես նաև գործողանցնող մյուս մեղադրյալներին։ Այսինքն նախաքննության ամբողջ ընթացքում այդպես էլ կարևոր հանգամանքներ, որոնք ըստ վարույթի իրականացնող մարմնի պետքա պարզվել, այդպես էլ չպարզվեց։ Ու չպարզելու հանգամանքը ոչ թե կախված է նրանից, որ իրականում նման բան տեղի է ունեցել, դրա սակայն չի պարզվել, այլ
դա նշանակում է, որ իրական նման բան տեղի չի ունեցել, դրա համար չի պարզվել։ Սույն գործով միակ ապացույցը, որը վարույթ իրականացնում մարմինը ձեռք է բերել, իմ պաշտպանյալի աշխատասենյակում իրականացրած ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ ապացույցն է, բացի ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ ձեռք բերված տեղեկություններից այլ տեղեկատվություն գործում առկա չի։ Այսինքն 23 դրվագ կաշառք ստանալու մեջ մեղադրվող անձի դեմ որևիցե մեկը ցուցմունք չի տվել, որ անձամբ կաշառք է փոխանցել եւ առասարակ կաշառք տալու եւ ստանալու վերաբերյալ սույն գործունեությունում որևիցե ապացույց ձեռք չի բերվել։ Փաստաբան Հրանտ Վարդանյանն ընթերցում է մեղադրանքը, շեշտադրելով, որ վարույթով հիմնավոր ապացույցներ առկա չեն։ Քննությամբ չպարզված անձը 2024 թվականի հուլիսին կամ օգոստոսին չպարզված օրը Ջիլիզայի անտառտնտեսություն մասնաճյուղի տարածքից իրականացրել է ապօրինի ծառայում եւ անտառապետ Տիգրան Ղարիբյանի թողտվությամբ ու գիտությամբ հատված փայտյան նյութը դուրս է բերել անտառտնտեսության տարածքից։ Հիշյալ ապօրինի անգործության եւ անվանավորչության համար Տիգրան Ղարիբյանն ապօրինի ծառայում իրականացրած անձից որպես կաշառք ստացել է չպարզված չափի գումար։ Կաշառքի առարկան ստանալուց հետո 2024 թվականի օգոստոսի 12-ին ժամը 13:00-ի սահմաններում Տիգրան Ղարիբյանը Լոռու մարզի Ալավերդի համայնքի Շանլուղ բնակավայրի առաջի փողոցի 13 հասցեում գտնվող Ջիլիզայի անտառտնտեսություն մասնաճյուղի վարչական շենքում գտնվող Վահրամ Հասրատյանի աշխատասենյակում հանդիպել է վերջինից եւ փոխանցվել ստացված կաշառքից Վահրամ Հասրատյանի մասնաբաժինը չպարզված չափի գումարը։ Ընդհանուր բոլոր մեղադրանքները մոտավոր նման բնույթ ունեն, որ չպարզված անձից ստացել են չպարզված չափի գումար կաշառք ապօրինի ծառայությունների համար։ Քրեական գործի նյութերում առկա չի գեթ 1 փաստական տվյալ, որ իմ վստահորդի կողմից սպասարկվող տարածքում անտառտնտեսության որևէ ծառայատվել։ Այսինքն առհասարակ սա վարույթն իրականացնող մարմնի ենթադրություններն են, որ ապօրինի անգործության համար իմ վստահորդին կաշառք են տվել։ Առավել ևս վստահորդս էլ իր երթին իր ղեկավարի հետ այդ կաշառքի գումարով կիսվել։ Պաշտպանական կողմի պնդմամբ վարույթն իրականացնող մարմինը ներքին դիտում իրականացնելու ժամանակ ձեռք բերված խոսակցությունները վերագրում է իբրև կաշառք ստանալու դրվագ, մինչդեռ դրանք կենցաղային բնույթի խոսակցություններ են եղել, որոնցում ըստ փաստաբանների որևէ կերպ արձանագրված չէ կաշառքի հանգամանքը։ Ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելիս նախաձեռնող կողմը արձանագրել է աշխատանքային կոլեկտիվի անդամների միջև առկա խոսակցություններ։ Այդ խոսակցությունները վերագրվում է որպես կաշառք ստանալու եւ կաշառք տալու տեսանկյունից։ Մինչդեռ նշված խոսակցություններով չի հաստատվում, որ այդ խոսակցությունները աշխատանքային կոլեկտիվի անդամների միջև, այդ թվում նաև պաշտպանյալի նույն անտառապետերի միջև, դրանք վերաբերվում են հենց կաշառք ստանալու։ Այսինքն կարա այդ խոսակցությունը մեկնաբանվի առօրյա աշխատանքային process-ում, այդ թվում նաև ընկերական հարաբերություններ ունենալու պայմաններում որոշակի ֆինանսական բնույթի խոսակցություն։ Այսինքն բնականաբար, եթե աշխատանքային կոլեկտիվ է, մեկը մյուսին նաև որոշակի ընկերական հարաբերություններ ձևավորելու պայմաններում հնարավոր է օրինակ պարտքով գումար տա, պարտքով գումար վերցնի, ընդհանուր օրինակ կոլեկտիվում, չգիտեմ, ընդհանուր միջոցառում կազմակերպելու համար ընդհանուր գումարներ հավաքագրվի։ Այսինքն այդ խոսակցությունները իրանք թե ուղղակի թե անուղղակի կերպով առնչություն չունեն կաշառք ստանալու կամ տալու հետ։ Բայց ինչևից է վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ այդ եղած տեղեկությունները բավարար են, որպեսզի գործ ուղարկի դատարան, այսինքն մեծապես հավանական է համարել դատապարտումը անձանց, հիմք ընդունելով նշված օպերատիվ տվյալները եւ գործ ուղարկել է դատարան։ Փաստաբան Հրանտ Վարդանյանի խոսքով գործով կա մեկ անձ, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք։ Հակընդդեմ հարցման իրավունքը չի ապահովվել, սակայն դատաքննության փուլում արդեն մի շարք փաստական հանգամանքների վերաբերյալ ձեռք բերված ապացույցների հիմքերը առավել ակնհայտ կլինեն։ Կամ մի անձով խոստովանական ցուցմունք է տվել, վարույթն իրականացնող մարմինը հակընդդեմ հարցման իրավունքը չի ապահովել, այդ իրավունքից բնականաբար կօգտվենք դատաքննության ընթացքում, դա պետության պոզիտիվ պարտականություն է, կամ նախաքննության ընթացքում պետք է ապահովի մեղադրյալի ակնդեմ հարցման իրավունքը կամ դատաքննության ընթացքում։
Մյուս 4 դրվագներով բացարձակ որևէ տեղեկություն առկա չէ։ Փաստաբանի խոսքով իրականացված նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը կաշառք ստանալու դրվագ է վերագրել հոր կողմից իբրև որդուն տված գումարը։ Իսկ բանային վստահորդին առաջադրվել էր մեղադրանք որդուց կաշառք ստանալու համար, որը քննությամբ ամբողջությամբ հերքվեց, ընդ որում հայր ու որդու բնակվում են նույն տանը։ Որդուն եւս փորձեցին կալանավորել, կալանավորման փորձը չհաջողվեց բնականաբար։ Դատարանները արձանագրեցին հիմնավոր կասկածի բացակայությունը թե Առաջի Ացյանի դատարանը, թե Վերաքննիչ եւ թե Վճռաբեկ դատարանը։ Գործի վերջնական քննության փուլում որդու վրայից քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կայացրեցին, եւ այսպես ասած մեղադրանքը հանեցին ժողովրդական լեզվով ասած, չհաստատվեց։ Բնականաբար նաեւ այդ դրվագով վստահորդից նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հանվեց եւ նշված որդուց կաշառք ստանալու դրվագով այլևս Տիգրան Ղարիբյանը չի մեղադրվում կաշառք ստանալու մեջ։ Մյուս դրվագներով հիմնականում չպարզված անձանցից չպարզված վայրերում ապօրինի ծառայահատման համար ստացած գումարներ են իբր թե։ Մեղադրյալի կարգավիճակ ունեցող անտարտնտեսության տնօրենի պաշտպանությունը ստանձնած Սամվել Անդրեասյանի խոսքով իր վստահորդի պաշտոնավարման ողջ ընթացքում իրականացված ստուգումների արդյունքները միշտ եղել են գոհացնող։ Այս տարիների ընթացքում որևէ ապօրինի ծառայահատման դրվագ ստուգման ակտերի համաձայն չի գրանցվել։ Իմ պաշտպանյալի պաշտոնավարման ամբողջ ընթացքում Ջիլիզայի անտարտնտեսություն մասնաճյուղը փաստացի իր աշխատանքային արդյունավետությամբ, իր աշխատանքային կարգապահությամբ, բնացած մյուս հանգամանքներով պայմանավորված, կարելի ասել առաջատար դիրքերում ա եղել։ Մյուս անտարտնտեսությունների հետ համեմատած։ Պաշտոնավարումից առ այսօր իրականացվել են նաև մի շարք ստուգումներ, որոնց արդյունքում ապօրինի ծառայահատման վերաբերյալ ստուգման արդյունքներով որից է փաստ չի արձանագրվել։ Սա էլ կարևոր հանգամանք է, իրանք մեծ հաշվով խոսքը գնում է, եթե չեմ սխալվում, մոտարապես մի 25 ծառի մասին, բայց բնականաբար ստուգման ակտեր կան այս տարիների ընթացքում, որոնց մասով Ջիլիզա անտարտնտեսությունում էապես ու տենց ինչ-որ լուրջ խախտումներ չի հայտնաբերվել, առավելապես հենց ապօրինի հատված ծառերի մասով։ Ավելին, մինչ օրս չկա գեթ մեկ ապացույց, որով հիմնավորվում է ապօրինի հատված ծառերի հանգամանքը։ Մեղադրյալների մեղադրանքի հիմքում դրված է, որ վերջիներս կաշառք են ստացել ապօրինի ծառայահատում թույլ տալու համար, բայց առ այսօր նախաքննության փուլից սկսած որևիցե ապացույց չկա, որ նշված անտարտնտեսության մասնաճյուղում եւ մյուս տարածքներում տեղի ունեցել ապօրինի ծառայահատում։ Այսինքն բոլորի մեղադրանքների հիմքում ընկած է, որ տեղի ունեցել ապօրինի ծառայահատում, բայց ապօրինի ծառայահատման հանգամանքը չի հաստատվել որևիցե ապացույցով։ Տեսեք, նշանակվել է համապատասխան ստուգման արդյունքները ստուգումը չավարտած գործ ուղարկվել է դատան։ Հիմա ստուգման արդյունքների վերաբերյալ բնականաբար մենք տեղեկատվություն չունենք, բայց սպասում ենք, թե ստուգման արդյունքները վերջին ստուգումը ինչ արդյունք կտա։ Բայց իմ խորին համոզմամբ որևիցե անօրինական գործողություն տեղի չունեցել, առավել ևս ապօրինի ծառ չի հատվել։ Հակառակ դեպքում, եթե ապօրինի ծառ հատված լիներ, այդ հանգամանքը գոնե որոշ ապացույցներով հաստատված կլիներ։ Այսինքն այս պայն ունենք մեղադրանք, որի հիմքում դրված է ապօրինի ծառայահատման դիմաց կաշառք ստանալ, բայց ապօրինի հատված ծառերի վերաբերյալ որևիցե ապացույց ձեռք չի բերվել։ Այդ լայնածավալ քննչական գործողությունները, որոնք որ իրականացվում են, դրանց նպատակը ապացույց ձեռք բերելն է։ Լայնածավալ քննչական գործողությունների ընթացքում իրանք ապացույցներ են ձեռք բերել, որ չպարզված անձը, չպարզված չափի, չպարզված վայրից, չպարզված հանգամանքների համար տվել է չպարզված կաշառք։ Այսինքն այդ լայնածավալ գործողությունների արդյունքում չպարզված բոլոր հանգամանքներն են։ Մեղադրյալներից 6 պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Նրանցից միայն մեկն է գտնվել կալանքի տակ։ Խափանմիջոց կիրառվել է կալանքը 2 ամիս ժամանակով, հետագայում եւս 2 ամիս ժամանակով երկարաձգվել է կալանքի ժամկետը, սակայն երրորդ անգամ արդեն երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը դատանի կողմից բավարարվել է մասնակի եւ ընտրվել է տնային կալանք խափանմիջոց,
Երբ գործը արդեն նախաքննությունը ավարտվեց եւ գործը ուղարկվեց դատարան, դատարանում նախնական դատալսումների փուլում քննության առարկա դարձվեց նաեւ ընտրված խափանամիջոցների հիմնավոր կամ անհիմն լինելու հարցը եւ դատարանը որոշեց, որ տվյալ փուլում տնային կալանք խափանամիջոցը պետքա փոփոխվի ավելի մեծ խափանամիջոցով եւ իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն խափանամիջոց։ Նախկինում նշեմ, որ տնային կալանք խափանամիջոցի հետ զուգահեռ նաև կիրառվել էր 15 միլիոն դրամ գրավ խափանամիջոցը, իսկ նախնական դատալսումների փուլում 15 միլիոն դրամ գրավի գումարը նաև նվազեցվեց 5 միլիոն դրամով։ Իմ վստահորդը գտնվում է կալանքի տակ, մյուս բոլոր գործով անցնող անձիկ կամ գտնվում են տնային կալանքի տակ կամ գտնվում են այլ ազատությունից զրկելու չկապված խափանամիջոցի տակ։ Վստահ ենք, որ առաջի դատական նիստով կփոխվի մեր վստահորդի խափանամիջոցը, քանի որ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը եւս արձանագրել է, որ վերջին անգամ Տիգրան Ղարիբյանի կալանքի տակ պահելու ժամկետի երկարաձգումը հաստատելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, պետք է ավելի մեղմ այլընտրանքային խափանամիջոց կիրառեր, քանի որ ոչ պատշաճ վարքագծի դրսևորման ռիսկը արդեն իսկ նվազել էր։ Այնինչ հակակոռուպցիոն դատարանը եկել էր սխալ եզրանկման եւ վստահորդը շարունակում է գտնվել կալանքի տակ։ Մենք կապ հաստատեցին գործով ներգրաված բոլոր փաստաբանների հետ։ Նրանցից շատերը միայն շեշտեցին, որ իրենց վստահորդներն անմեղ են եւ չեն ընդունում առաջադրված մեղադրանքները, իսկ դատաքննության հաջորդ փուլերում կխոսեն, եթե նկատեն դատավարական բացթողումներ կամ գտնեն դրա անհրաժեշտությունը։ Վերջին դատալսումները տեղի ունեցան մայիսի 23-ին։ Հենց այդ ժամանակ էլ դատարանը բոլոր մեղադրյալների խափանման միջոցների փոփոխություն իրականացրեց։ Մեղադրյալների նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն։ Հրանտ Վարդանյանի վստահորդի նկատմամբ կիրառվեց նաև 12 միլիոն 400 հազար դրամի չափով անշարժ գույքի գրավ, ինչ ապագա ունի այս քրեական գործը եւ արդյոք դատարանում մեղադրող կողմը կկարողանա հիմնավորել մեղադրանքն ու հասնել հաջողության։ Այս հարցերի պատասխանները կներկայացնենք մեր հետագա թողարկումներում։ Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող անձը առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 15 կիլոգրամ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխել է Հայաստանի Հանրապետության տարածք, որի մի մասը նախատեսված է եղել հենց Հայաստանի տարածքում իրացման համար, իսկ մյուս մասը առանձնապես խոշոր չափը 4.3 կիլոգրամ մարիխուանա տեսակին թմրամիջոցը Հայաստանի Հանրապետության տարածքով մաքսանենգ ճանապարհով պետք է տեղափոխվեր Վրաստան։ Բարույթն իրականացնող մարմնի փոխանցմամբ կատարված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության ողջ շղթան։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի անչափահասների սեռական անձեռմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող անձը առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 15 կիլոգրամ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է Հայաստան, որի մի մասը նախատեսված է եղել Հայաստանի տարածքում իրացման, իսկ մյուս առանձնապես խոշոր չափերով 4.3 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցը Հայաստանի Հանրապետության տարածքով մաքսանենգ ճանապարհով Վրաստան տեղափոխելու համար։ Դեռևս 2024 թվականի դեկտեմբեր ամսին նախաձեռնված քրեական վարույթ, որը նախաձեռնվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի թմրամիջոցների իրացման եւ 399-րդ հոդվածի թմրամիջոցների ապօրինի մաքսանենգության հոդվածներով։ Նշված վարույթի շրջանակներում տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում բնակվող անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն առաջարկել էր խոշոր գումարի շուրջ 3000, հետագայում նաեւ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց Իրանից Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխված թմրամիջոցները բերել Երևան քաղաք, Մեղրի սահմանային հատվածից բերել Երևան քաղաք, տեղադրել իր ասած վայրում եւ աշխարհագրական կոորդինատներն ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող անձին, ով իր հերթին պետք է
նշված կոորդինատներն ուղարկեր արդեն Հայաստանում գտնվող տարբեր անձանց, ովքեր էլ եւ պետք է վերցնեին թմրամիջոցները։ Լայնածավալ միջոցառումների եւ իրավապահների օպերատիվ կայուն համագործակցության արդյունքում հնարավոր եղավ բացահայտել, որ հանցավորները գետի մյուս կողմից որոշել էին հատել սահմանն ու այդ կերպ թմրամիջոցը հասցնել նշանակետին։ Մշակվեց համապատասխան քննչական տակտիկա եւ կատարվեցին լայնածավալ վարույթային ապացուցողական եւ համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումներ Հայաստանի Հանրապետության ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության համապատասխան ծառայության աշխատակիցների հետ համատեղ դատարանից համապատասխան թույլտվություններ ստացվեցին գաղտնի քննչական գործողություններ կատարելու նպատակով, որոնք դատարանի կողմից բավարարվեցին։ Այնուհետև իրականացված միջոցառումների եւ վարույթային ապացուցողական լայնածավալ գործողությունների արդյունքում արդեն մեր վերահսկողության ներքո անձը, ով պետք է վերցներ թմրամիջոցները, ժամանել է Հայաստանի եւ Իրանի սահմանային հատված, որտեղից գետն անցնելուց հետո Իրանի քաղաքացու կողմից գետն անցնելուց հետո Հայաստանի Հանրապետությունն էին նետվել սահմանային պատնեշից այս կողմ դեպի Հայաստան նետվել էին տարբեր չափերի թմրամիջոցներ։ Բազմադրվակ քրեական գործի առաջին դրվագով գետի մյուս կողմից Հայաստան էր նետվել մարիխուանա։ Դեռևս դեկտեմբեր ամսին եղած դրվագով նետվել էր շուրջ 12 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը կրկին քննչական մարմնի, վարույթն իրականացնող մարմնի եւ օպերատիվ աշխատակիցների հսկողության ներքո փոխարինվել էին ազատ շրջանառության մեջ գտնվող զանգվածներով, նույնանման փաթեթավորմամբ եւ մշակվել էին նաեւ հատուկ քիմիական նմուշով փորձաքրեագիտական կենտրոն ՊՕԱԿ-ի փորձագետի կողմից եւ տեղադրվել էին արդեն օգտատիրոջ կողմից հայտնած կոորդինատներով։ Այնուհետև առաջին դրվագով, դեկտեմբեր ամսվա դրվագով 4 անձինք էին եկել եւ վերցրել թմրամիջոցները, որոնք անմիջապես ձերբակալվեցին, ներկայացվեցին վարույթն իրականացնող մարմին, նրանց նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում եւ նրանց մասով մասը անջատվել է, ուղարկվել է դատարան։ Վարույթն իրականացնող մարմնի հետ համագործակցող քաղաքացին կարողացել է հավաստի եւս մեկ տեղեկատվություն տրամադրել, ինչի արդյունքում էլ հնարավոր է եղել բացահայտել ապօրինի թմրաշրջանառության ողջ շղթան։ Արդեն երկրորդ դրվագի դեպքում նույն եղանակով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին Telegram հավելվածի միջոցով կապ էր հաստատել վարույթն իրականացնող մարմնի հետ համագործակցող անձի հետ եւ կրկին առաջարկել էր արդեն 5000 ԱՄՆ դոլարի դիմաց մեկ այլ ավելի մեծ խմբականակ Հայաստանի Հանրապետություն տեղափոխել։ Բնականաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ մասին տեղեկացրել էր նախապես վարույթն իրականացնող մարմնին եւ կրկին նույն ընթացակարգերով դատարանից համապատասխան գաղտնի քննչական գործողությունները ստանալու թույլտվություններով եւ հետաքննության մարմնի հետ համագործակցելով նույն եղանակով Իրանից Հայաստան է տեղափոխվում արդեն 14 կիլոգրամ շուրջ 14 կիլոգրամ մարիխուանա եւ շուրջ 300 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ։ Կրկին նույն եղանակով փոխարինվում են այդ զանգվածները, փաթեթները նույնանման զանգվածներով, սակայն ազատ շրջանառության մեջ գտնվող զանգվածներով եւ տեղադրվում օգտատիրոջ կողմից հայտնած վայրում։ Այս անգամ սակայն ի տարբերություն նախորդ դրվագի արդեն խնդրել էր տեղադրել ոչ թե մեկ վայրում, այլ 7 մասի բաժանել եւ տեղադրել 7 տարբեր վայրերում։ Հենց այդպես էլ արվեց, բաժանվեց թմրամիջոցը տարբեր զանգվածների ըստ օգտատիրոջ կողմից նշված պայմաններով տարբեր զանգվածների բաժանվեցին եւ տեղադրվեցին Երևան քաղաքի 7 տարբեր հատվածներում, աշխարհագրական կոորդինատներն էլ ուղարկվեցին Իրանում գտնվող անձին։ Թակարդ վարույթն իրականացնող մարմնի կողմից, որում հայտնվեցին ապօրինի շղթայում ներգրաված շուրջ 11 անձինք։ Նշված 7 փաթեթները եկան եւ վերցրեցին ընդհանուր թվով 11 անձինք
եւ նրանք բոլորն էլ ձերբակալվեցին, ներկայացվեցին վարույթն իրականացնող մարմին, նրանց նկատմամբ միջնորդություններ արարեցվեց հսկող դատախազին, որոնք բավարարվեցին եւ նրանց բոլորի նկատմամբ կիրառվեց խափանման միջոց կալանավորումը։ Քրեական վարույթի 3-րդ դրվագի համաձայն Հայաստան էր ներկրվել շուրջ 30 կիլոգրամ թմրամիջոց։ Մեղադրյալների 4-ի մասով գործից մաս անջատվեց եւ ուղարկվեց դատարան։ Նշված դրվագներով արդեն հաջորդը 3-րդ դրվագը կրկին նույնանման եղանակով Իրանում գտնվող անձը Հայաստան էր ներկրել արդեն շուրջ 30 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Եվ նշված երկրորդ դրվագով ձերբակալված անձանց եւ կալանավորված անձանց նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումները ամրապնդվեցին վարույթային ապացուցողական բազմաթիվ գործողություններով, կատարված զննություններով, ինչպես նաև կատարված առգրավումներով, քննչական այլ վարույթային այլ ապացուցողական գործողություններով եւ արդյունքում վերջնարդյունքում նշված դրվագով 4 անձանց վերաբերյալ վարույթը մայիսի 1-ին անջատվեց եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվեց հսկող դատախազին այն հաստատելու եւ դատարան ուղարկելու նպատակով։ Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Ինչպես արդեն նշեցինք, 4 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, իսկ 9 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը դեռևս շարունակվում է։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն շարունակում է համար պայքարն անօրինականության դեմ։ Այս շաբաթվա բացահայտումները մեկը մյուսից ուշագրավ էին իրենց ողջ մանրամասներով։ Հերթական քրեական վարույթն ուղարկվեց դատարան։ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Երևանի մանկապարտեզներից մեկի նախկին տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու, յուրացնելու, վատնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մանկապարտեզի նախկին տնօրենը մի խումբ անձանց ընդունել է աշխատանքի, սակայն վերջիններս փաստացի չեն իրականացրել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ավելին, աշխատավարձը եւ այլ վճարումներ վերջիններիս բանկային հաշիվներին փոխանցելուց հետո կանխիկացվել են մանկապարտեզի նախկին հաշվապահի կողմից եւ փոխանցվել տնօրենին։ Արդյունքում մանկապարտեզի տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով ավելի քան 12 միլիոն 930 հազար դրամ։ Մանկապարտեզ աշխատանքի ընդուներ թվով 5 անձանց, այդ թվում իր աղջկա ամուսնու ծնողներին։ Վերջիներիս հետ կնքվել են աշխատանքային պարտականություններ, սակայն քրեական վարույթի ընթացքում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ աշխատակիցները երբևիցե չեն հաճախել մանկապարտեզ աշխատանքի, չեն կատարել աշխատանքային պայմանագրով սահմանված իրենց պարտականությունները, իսկ աշխատակիցների բանկային քարտերը գտնվել է մանկապարտեզի գլխավոր հաշվապահի մոտ, ով ամեն ամիս նշված աշխատակիցներին գումարները աշխատավարձերը փոխանցվելուց հետո անձն կանխիկացրել եւ փոխանցել է մանկապարտեզի տնօրենին։ Այդ կերպ մանկապարտեզի տնօրենը յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումար մոտ 15 միլիոն դրամ։ Բացի այդ, տնօրենն իր կողմից աշխատանքի ընդունած անձանց աշխատավարձը եւ այլ վճարումներ յուրացնելու եւ վատնելու նպատակով ստորագրել եւ հաստատել է վերջիններիս կողմից աշխատանքի հաճախելու եւ փաստացի աշխատած ժամերի մասին ակնհայտ կեղծ տվյալներով տեղեկագրեր։ Նույն քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական եւ վարույթային գործողությունների ընթացքում պարզվել է ենթադրյալ հանցագործության այլ դեպքեր, մասնավորապես Երևան համայնքում գործող թվով 2 մանկապարտեզների գլխավոր հաշվապահի հաստիքը զբաղեցնող անձը ի պաշտոնե լիազորված լինելով կազմակերպության բանկային հաշիվները տնօրինելով կրկին Երևանի համայնքի կողմից կազմակերպությունների նախադպրոցական ուսուցման նպատակով փոխանցված գումարները յուրացրել է։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հաշվապահը մանկապարտեզի բանկային հաշվից իր անվամբ Հայաստանում գործող տարբեր բանկերում բացված հաշիվներին փոխանցել է առանձնապես խոշոր չափերով ավելի քան 15 միլիոն դրամ գումար եւ յուրացրել այն։ Իրապետելով կազմակերպության բանկային հաշիվներին, կազմակերպությունների ծախսերի համար փոխանցված գումարներից ուղիղ փոխանցումներով իրեն է փոխանցել, իր բանկային հաշվի համարներին է փոխանցել
բացի իր աշխատավարձից, այլ գումարներ։ Մի դեպքում, մի մանկապարտեզի դեպքում իրեն է փոխանցել մոտ 10 միլիոն դրամ, ժամանակահատվածը եղել է 18 թվականից հունվարի 1-ից մինչև 21 թվականի հուլիսի 1 ընկած ժամանակահատվածում, մյուս դեպքում կրկին նույն ժամանակահատվածում իր բանկային հաշվի համարներին է փոխանցել բացի իրեն հատկացված աշխատավարձից մոտ 5 միլիոն ՀՀ դրամ գումար, այդ կերպ հափշտակել է համայնքին հատկացված գումարը, համայնքի կողմից մանկապարտեզներին հատկացված գումարները։ Մանկապարտեզի հաշվապահը ընդհանուր ծախսի համար նախատեսված բյուջեից ուղիղ փոխանցումներով ինքն իր հաշվին աշխատավարձից զատ ավել գումար է փոխանցել։ Չակերտավոր ասած ինքն իրեն խրախուսել է։ Նախաքննության ընթացքում նաև որոշում է կայացվել մեկ անձի նկատմամբ վարույթից մաս անջատելու մասին, քանի որ վերջինս քննությունից եւ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնին տվյալ անձի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին հանձնարարություն է տրվել։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու եւ ըստ էության դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Զանգտվեք մեզ ձեր էկրաններին հայտնվող հեռախոսահամարներին կամ գրեք մեր էլեկտրոնային հասցեին, եթե ձեր պայքարը համառ է եւ այդ պայքարում ձեզ անհրաժեշտ է սատարող ուժ։ Ապօրինությունների բացահայտման նպատակով մենք միշտ պատրաստ ենք շարժվել հանցանքի հետքով։